Նիկոլ Փաշինյանը զբաղված է ներքին մուտիլովկաներով, սեփական իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը զբաղված է, ինչ ասեմ, ամենաստորագույն, ամենանվաստ քայլերը ձեռնարկելով հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև 2-3 օր առաջ Թուրքիա Նիկոլ Փաշինյանի կատարած այցին, ես չեմ ուզում խոսել այն մասին, որ անկախ իր կալիբրից Հայաստանի ղեկավարը գնացել Թուրքիա եւ նույնիսկ պաշտոնական ընթրիք չի տրվել Նիկոլ Փաշինյանին, հացել չեն տվել եւ ընդհանրապես մի փոքր աշխատասենյակում Էրդողանը ընդունել է Նիկոլին, թե ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել, մենք առաջիկայում այդ մասին կիմանանք, միայն այն, որ իր գնալու օրը Նիկոլ Փաշինյանը անվտանգային լրջագույն միջոցառումներ էր ձեռնարկել երկրում, ամբողջ Երևանը ոստիկաններով լցված էր, ուրեմն ոստիկանական բաժանմունքներ էին տարվում ընդդիմադիր տարբեր ճամբարների ակտիվիստները, այս ամենը վկայում է, որ այս մարդը գիտի ինքը ինչքան է կզել Թուրքիայում Հայաստանի Հանրապետության շահերի դեմ եւ առաջիկայում թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, որոնք բոլորը մեկ կլինի, երկու կլինի, թե երեք բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգ են սպասարկելու, մենք կիմանանք առաջիկայում, որտեղ ուզում եմ հիշեցնել, երբ որ Նիկոլը գնաց Պրահա հոկտեմբերի 6-ին եւ ստորագրեց Պրահյան համաձայնագիրը, որով դարձավ պատմության մեջ առաջի ղեկավարը, որը պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջան, մենք այդ փաստաթղթի մասին իմացանք օրեր անց եւ ես ավելի քան վստահ եմ, որ շատ մոտ ժամանակում մենք իմանալու ենք, թե ինչ է արժեցել Հայաստանին Նիկոլի այցը Թուրքիա եւ հանդիպումը Էրդողանի հետ։ Այստեղ ուզում եմ հիշեցնել, իդեպ Պոլսո պատրիարքարանը հրաժարվել է հանդիպել եւ ընդունել Նիկոլին, հայ համայնքի ինչ-որ մի փոքր հատված է նրան հանդիպել եւ ի պատասխան Ակոս թերթի թղթակցի հարցին, թե դուք ինչքան եք պատրաստ սիրաշահել Գազանին, որի նպատակը ուրեմն Թուրանի ծրագրի իրականացնումն է Զանգեզուրի միջանցքն է, գիտեք ինչա պատասխանում Նիկոլը, ասում է Գազան, մենք դեռ մեզ պիտի նայենք, մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում Նիկոլ, ում մեղքով է Հայաստանը հայտնվել տրասի վրա, մայրուղու վրա, որին ով հասնում վրաերթի է ենթարկում, մի հատ հայելին պահի դիմացդ եւ կտեսնես այն սուբյեկտին, որի պատճառով Հայաստանը քո իսկ ձևակերպմամբ հայտնվել է մայրուղու, այսինքն տրասի վրա, որին անցնող դարձնողը վրաերթի է ենթարկում, ինչ վերաբերում է Թուրանի ծրագրին, որ Նիկոլը ասում է վատ է, որ ճանապարհներ կունենանք, ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանի կողքը մեծ Թուրանի ծրագրի ամբողջական փաթեթին տեղյակ մեկը կա թե ոչ, այդ մարդուն բացատրեք ինչ է նշանակում մեծ Թուրանի ծրագիր, որտեղ Հայաստանը կուլ է գնալու, որտեղ Սյունիքը ուղղակիորեն ոչնչացվելու է եւ դրանից հետո ես կարծում եմ, ինչ ասեմ, այդ մարդը գոնե եթե մի գրամ adekvatություն, մի գրամ, ինչ ասեմ, պետականամետություն, ես հայրենասիրությունից չեմ խոսում, որտեղ իր հայրենասիրությունը դա թրքաբարո, ինչ որ մի հատ աջապսանդալա, կհասկանա ինչ է նշանակում մեծ Թուրանի ծրագիր, որտեղ Հայաստանը սենց փոքր սիսեռահատիկի նման կուլա գնալու արդյունքում մենք պիտի արձանագրենք, որ Թուրքիայում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել մեծ Թուրանի ծրագրին, որը նշանակում է, որ այդ մեծ Թուրանի ծրագրի հատվածներից մեկն է նաև Զանգեզուրի միջանցքը, իհարկե ինքը ասում է, դե կարող է իրանք միջանցք ասեն անունը, կարող է դու Վարդուշիկ ասես դրա անունը, հա, բայց միևնույնն է բովանդակությունը այն է,
որ Զանգեզուրի միջանցքը դու տալու ես, դրանից բացի մեծ Թուրանի ծրագրով, դրանից հետո ինչ օրակարգ քո առջև դնի թուրք-ադրբեջանական տանդեմը, եթե դու շարունակես մնալ իշխանության, այդ ամենը դու տալու ես։ Ավելին, անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայում գտնվելու օրը թուրքական մամուլի հրապարակմանը, թուրքական մամուլը հրապարակել է իր տեղեկությամբ պայմանագրի տեքստից դրվագներ եւ ըստ թուրքական մամուլի, որ պահին որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կստորագրվի այսպես կոչված չակերտավոր խաղաղության պայմանագիրը, հենց այդ պահին դրվելու է ռուսական ռազմաբազաների դուրս բերումը Հայաստանից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դնելու է ուղղակիորեն նաև ռուսական կատլավանի, ռուսական ուրեմն մուրճի հարվածների տակ եւ այդ մասին նախորդին գրեթե բաց տեքստով ակնարկեց Օվերչուկը, ասելով հաշվարկել եք, թե ինչ կլինի ձեր վարած այս քաղաքականության արդյունքում ձեր հայկական տնտեսության հետ։ Իդեպ ընդամենը երեկվանից են արդեն սկսել օրեր շարունակ 200 մեքենա բեռնավորված ծիրանով, 50-ը ուրեմն 250-200-ը Վրաստանում էր պատանդ պահված, 50-ը պատանդ էր պահված ռուսական մաքսակետում եւ երեկվանից նոր սկսել են բեռնատարները բաց թողել։ Դուք պատկերացնում եք ինչա լինելու հայկական գյուղատնտեսության, հայկական տնտեսության հետ, եթե մենք որոշենք այսպես գազազացնել Ռուսաստանին, եթե մենք այդ ամենը հաշվարկել ենք, եթե մենք պատրաստ ենք ինչպես տրուսիկ մայկայի տիլի գագոն ասում, գազ չի լինի, աթար կվարենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ ամենը հաշվարկել են, այդ ամենին պատրաստ են, որ Հայաստանում հացի գինը դառնա 2000 դրամ, եւ ինչպես Նիկոլի Ադնակլասնիկի ընկերուհին էր ասում, հացի գինը 2000 դրամ էլ դառնա, Նիկոլ եմ ընտրելու, օքեյ ա, դա բացառապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների ընտրությունն ա լինելու, այն քաղաքացիների, ովքեր այսօր ծիրանը գնում են արդեն մի քիչ իջել է 1000 դրամ այս սեզոնին, երբ որ 300 դրամից ավել չի պիտի լիներ, էլ չեմ խոսում խայտարակ գնաճը, որով Հայաստանը եւ Երևանը դարձել է աշխարհում եւ տարածաշրջանում ռեկորդակիր։ Սա ուրեմն նաև այս մասով, ուրեմն անդրադառնամ նաև Զանգեզուրի միջանցքին, Նիկոլ Փաշինյանը իհարկե հայտարարեց Թուրքիայից վերադառնալուց հետո, որ խաղաղության խաչմերուկը իրանք կարող անունը միջանցք դնեն, իրանք ինչ կուզենան ասեն, բայց դա իրականում միջանցք չի լինելու, դա լինելու է պարզապես ճանապարհ։ Ես հիմա ցիտում եմ իրանցի հայտնի քաղաքագետ Էյսան Մովահեդյանի ուրեմն խոսքը, որ այո չի բացառվում, որ հաշվի առնելով Իրանի խոցելի վիճակը այս պահին, որ Իրանը գտնվում է ըստ էության պատերազմի մեջ, Թուրքիան կփորձի մեզ պարտադրել տալ համաձայնություն Զանգեզուրի միջանցքին, որտեղ հիշեցնեմ, որ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքին այս պահին դեմ է միայն Իրանը, բայց մենք կկարողանանք կոտրել նաև Իրանի դիմադրությունը ըստ էության։ Էրդողանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, Հայաստանը համաձայն է միջանցքին Զանգեզուրի դեմա միայն Իրանը եւ իրանցի քաղաքագետը ըստ էության այլևս չի բացառում, որ հաշվի առնելով այս պատերազմը, որի մեջ ներքաշված է Իրանը, Թուրքիան այո պարտադրի իրենց տալ համաձայնություն Զանգեզուրի միջանցքին։ Սա է Նիկոլի 7-ամյա աղետաբեր պետականակործան, ազգակործան պաշտոնավարման գինը։ Եվ ուրեմն ուզում եմ նաև անդրադառնալ, մենք ուրեմն հետևում ենք, ուրեմն տեսնում ենք Կեղտոտ արշավը նկատում եք, իմիջիայլոց ես ուզում եի դրան գալ, չի ցանկանում ես ընդհատել, ինչ խոսքը պատահել։
Ամենակեղտոտ այդ ֆեյքերի բուհակերը քսի են տվել, Արշավը Սամվել Կարապետյանի նկատմամբ, որ իրականացվում է, Տիկին Զոհրաբյան, այս մասով կուզեմ ձեր տեսակետը լսել։ Այո, ուրեմն ես ինձ հետ բերել եմ անձրևավորդ։ Սա սատկած, չվախենակ։ Սա անձրևավորդ է։ Ահա, տեսանք անձրևավորդը։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ մի տարբեր կալիբրի սենց փչակներից տարբեր սատկած անձրևավորդերի ֆաս հրամանն է տրված Սամվել Կարապետյանի վրա, մի գործարարի, որին Նիկոլ Փաշինյանն էր փառաբանում 19 թվականին Ստեփանակերտում ասելով մենք եկեք բոլորս հիմա ծափահարենք Սամվել Կարապետյանին եւ Ռուբեն Վարդանյանին, ասում են կապիտալը հայրենիք չունի, ոնց չունի, տեսեք Սամվել Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի օրինակները եւ հիմա Նիկոլ Փաշինյանի ուղակի հրահանգով մենք տեսնում ենք այս ամբարո, այս պոռնկաբարո արշավը Սամվել Կարապետյանի հանդեպ։ Ես ուզում եմ մի դեպք հիշեցնել, 2014 թվականն էր, ես այս մասին երեկել եմ խոսել, դեպի Մայրաթոր ուխտի ժամանակ Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ $25 միլիոն էր Սամվել Կարապետյանը ներդրել Ստեփանակերտում Արցախի հանրապետական ֆանտաստիկ հիվանդանոցը կառուցելու համար եւ այդ օրերին, երբ որ հիվանդանոցի բացումն էր, ես Ստրասբուրգում մասնակցում էի ԵԽԽՎ հերթական նիստի եւ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռովշան Ռզայևով հայրենի հրաշալի տիրապետում էր, որովհետեւ ծնվել էր Շուշիում, ասեց գալու է օրը եւ մենք կտրելու ենք Սամվել Կարապետյանի ձեռքը, մենք կալանավորելու ենք Սամվել Կարապետյանին եւ այդ հիվանդանոցը, որ ինքը սարքել է, մենք վերցնելու ենք։ Այն ժամանակ ես Ռովշանին ու ասեցի Ռովշան, պաշոլ տի նա, հասկացաք, բայց ամենավատ թարագույն երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ այո, գալու է այդ օրը, որ Հայաստանում լինելու է այնպիսի իշխանություն, որը կալանավորելու է այնպիսի բարերարի, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, ընդամենը նրա համար, որ ասել է մենք կանգնելու ենք եկեղեցու կողքը եւ տարբեր կալիբրի ահա այսպիսի անձրևավորդերի քսի է տալու մարդու վրա, Սամվել Կարապետյանի վրա, որին դեռ 21 թվականի հունիսի 18-ից Ադրբեջանը հայտարարել է միջազգային հետախուզում Հայաստանին եւ Արցախին օգնելու եւ Հայաստանում ու Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու համար համեկել ենքան ճղճի մեկ այս ձեր արևին այս տաշիր պիցաները որ փակել եք, ձեզ թվում է թե տաշիր պիցաները փակելով դուք Սամվել Կարապետյանին վնաս եք տվել, չէ, դուք իրան վնաս չեք տվել։ Տաշիր պիցաները փակելով դուք վնաս եք տվել այնտեղ աշխատող հարյուրավոր մարդկանց, ովքեր ձեր անփառունակ կառավարման պատճառով դարձել են այլևս գործազուրկ եւ համալրել են Հայաստանում ամեն օր ահագնացող եւ մեծացող գործազուրկների բանակը։